կանչում ծիծաղով Երբ նայում ես, հմայում ես քո լույսով Լուսաբաց ես գարնան լուսաբաց Ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով Քո աչքերով եմ երված Գալիս ես դու Գալիս ես Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոր Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոր Իմ կյանքի հարավոր Երիզորդից էլ վտանգավոր է կասկածի որդը, որ աղիների պատերի տեղը հոգին ու նյարդն է կրծոտում մարդու, բայց լարախաղաց մի ձեր իմաստուն Բրավո Չէ, մի անհանգստացի, մենք ոչ մի բան չենք խոսել առանց քեզ, սպասել ենք։ Հայրենում հազար ու մի բարևելու ձև կա, չգիտեմ որից սկսեմ։ Ես իրականում շատ ժամանակ չունեմ։ Եկել եմ ասեմ, որ հիացած եմ։ Դու գրեթե ամեն ինչ անթերի եք արել։ Ինչ նկատի ունես։ Իսկ ես վստահ եմ, որ մենք իրար կես բառից հասկանում ենք։ Ափսոս։ Բայց ավելի շատ զարմանում եմ աղայանի վրա։ Ոնց ինքը հենց սկզբից չհասկացավ, թե ինչ է կատարվում։ Մանավանդ, որ երբեմն այնքան էժանագին եք խաղացել ձեր ներկայացումը։ Իսկ եթե ամեն դեպքում պնդեմ, որ բան չեմ հասկանում։ Հարցերու Զավենին։ Ախին ոստիկան։ Երևի քեզ ավելի մատչելի կբացատրի։ Կամ Էրիկին։ Չէ՞ որ Էրիկը հանճարեղ ունակություններ ունի թվային ոլորտում։ Վաու։ Դավիթը իր աճպարարական ունակություններով վստահ եմ քեզ ավելի տեսանելի կբացատրի։ Գեղեցկուհի Աննա, ով ցանկացած ինֆորմացիա, ցանկացած միտք ավելի շուտ է տեղ հասցնում, քան լրագրողը։ Բայց ամենաշատը հիացած եմ քեզնով, որ կարողացել ես այսքան պայծառ ուղեղներով մարդկանց համախմբել հանուն քո մութ նպատակները իրագործելու։ Ու վերջ։ Շնորհակալություն հայտնեք աղայանին, որ իր ստորագրությամբ օրինական դարձրեց ձեր բոլոր անօրինականությունները։ Բայց մի բան վստահ իմացեք։ Ես ձեր այս էժանագին ներկայացման էպիզոդները միշտ իմացել եմ։ Ուրեմն նաև իմացել ես, որ մեր թատերախմբի մեջ ի սկզբանե 6 դերասան էր նախատեսված։ Դու ինձ հիասթափեցնում ես։ Ես մտածում էի դու ավելի խելացի մտքեր կբարձրացնես։ Աղայանը ինձ որպես է։ Հեռու մնացեք աղայանից։ Աննա, դու ավելին ես արժանի, թե որպես մասնագետ, թե որպես կին։ Եթե հանկարծ երբևէ որոշես վերանայել կյանքդ, ես քեզ կօգնեմ։
բայց լարախաղաց մի ծեր իմաստուն, ում կյանքն անցել էր երկրի ու երկնքի արանքում, վստահեցրեմ մեր, որ մի անգամ է ընդամենը վայր ընկել, երբ կասկածել է իր հաջորդ քայլում։ Պաստորեն ճիշտ են ասում, մարդ պիտի կամ ընտանիքը ընտրի, կամ էլ բիզնեսը։ Ես որպես կանոն այս ժամերին աշխատանքի մեջ էի, իսկ հիմա… Ես առաջ այդտենց կզգայ, բայց ես գիտեմ, որ ամենալավ բիզնեսը ուրախ ընտանիքը։ Ինչտով է, որ շուտ չէինք հանդիպել, շատ ուժեղ մոտիվացնող ես։ No, չեղավ, ես համաձայն չեմ։ Եթե պիտի այսպես նստեք, էլ ինչի հասանք այստեղ։ Բարի լույս։ Տիկին համարյա աղային։ Բարի լույս, աղայանի համարյա ազապ եղբայր։ Էլ ինչի զարմացած գնայես, էլ ով է ավելի հարմար։ Իսկ ես մտածելու հնարավորություն եւ ժամանակ ունեմ։ Չէ։ Okay, let's go։ Տեսար։ Very nice work. Oh, Champs-Élysées. Զգում է, ծերներս քանի օրա դողում է։ Հիմա իմ ես տեղա չեղածը պիտի լրիվ հավաքեմ, հա? Ձեզ զավ են խոսը։ Ասա ինչ ես մտածում։ Մտածում եմ աղայանի հարսանիքին ինչ կոստյում եմ հագնելու։ Քո լավատեսությունը ես ունենայի, առանց պարաշուտ ուղաթիռից կթռնեի։ Դավիթ, հիմարություն ու լավատեսությունը տարբեր բաներ են։ Լավատեսությունը մեր ապրելու վեկտորն է։ Մենք գնում ենք դեպի լավը։ Իսկ հակառակի համար ապրելը անիմաստ է։ Եվ այսպես Պողոսն արդեն պարզել է, թե մենք ովքեր ենք։ Ու եթե հանկարծ մի քիչ էլ խորանա, հնարավոր է, որ ներկայացման ավարտը փոխվի։ Դե պարզա, որ բացառվում է հարսանիք լինի։ Առավել ևս։ Հիմա պարզապես պետք է աղայանից հնարավորինս պոկել, որ հանկարծ եթե ինչ-որ մի բան լավ չստացվի, գոնե նորմալ ավար ունենանք։ Զգուշ է, Մանուկ։ Հիշում ես։ Են ծեր իմաստուն լարախաղացն չեր ասել։ Իմաստուններն էլ է մեկ-մեկ սխալվում։ Ճիշտ նետումից առաջ պետք է վստահ բռնես գունդը։ Հակառակ դեպքում գունդը չի հասնի նշանակետին, նետումը կլինի անարդյունք, իսկ ծախսած ջանքերը ապարդյուն։ Եթե ունես լավ ուսուցիչ եւ վստահում ես նրան, բոլոր ջանքերդ էլ արդյունավետ կլինեն։ Լավագույնը Հայրիկյանի փողը չտվեցիր։ Դա շատ քիչ է։ Մենք էլի պիտի փորձենք։ Մի անգամ էլ փորձենք։ Ումա պետք փորձել է, եթե ամեն ինչ Պողոսն է որոշում։ Մանուկ, բայց ճիշտ է ասում։ Մենք աղայանին պետք է հանգիստ թողնենք։ Մեկը Պողոսը չի թողնի, որ նա որևէ թղթի տակ ստորագրի։ Չի բացառվում։ Ուրեմն ինչա պետք անել։
պետք է Պողոսին շեղել։ Ինչ կասես, Աննա։ Այսինքն, որ երեք ողջ երեկոյի ընթացքում քեզանից աչքը չէր կտրում։ Դե այսօրվա փայլուն երևույթի մասին էլ չխոսենք։ Մանու, դու ստապես Այդ ընդհանուր գործի համար է։ Լսի ապեր դու լրիվ գործի տակ ես մնացել։ Լավ չես, հա։ Իսկ դուք ինչ-որ բան եք առաջարկում։ Թե մեղադրելը հեշտ է։ Ինչ-որ առաջարկներ ունեք։ առաջարկում եմ մեջտես դուրս չտալ։ Դավիթ, Մանուկը ճիշտ է ասում։ Ամենակարևորը գործն է, մնացածը էական չի։ Very nice, very nice. Hey, boss, cell phone. Excuse me. Աննա, վստահ եմ, որ դու ես։ Գիտես, ճիշտ ասած, ես մտածեցի քո առաջարկի մասին։ Կարծում եմ ճիշտ կլինի հանդիպենք ու քննարկենք որոշակի դետալներ։ Լավ, պայմանավորվեցինք։ Առայժմ։ Իմ հետ, հա։ Մի ժամից աղայանը քո տրամադրության տակ կլինի։ Աննա, Կներես մի ուրիշ անգամ, շտապում եմ ժամադրության։ ինչ։ Լսի դու լրիվ ես ապուշացել։ Լավ գոնե չես զգում Աննան քեզ ոնց է վերաբերվում։ Կամ այդ ինչ առաջարկելու բաներ։ Դու ոնց կարաս այդ աղջկանից տենց բան պահանջես։ Գործնականը անձնական կյանքի հետ մի խառնեք։ Մանուկ, կյանքը հենց այդ անձնականն է։ Ջահել ես էլի, ջահել։ Եթե ձեզ թվում է հիմա ինձ փողերն է հետաքրքրում, սխալվում եք։ Ուղղակի Պողոսը պիտի հասկանա, թե ում հետ գործ ունի։ Եվ այսպես։ Հերակլեսն ընդդեմ Ցերբերի ներկայացումը շարունակվում է։ Տեսեք ինչ ենք անում։ Ապրեք։ Դե, կպան գործի։
Պլանավորած այցերը լավ բան չեն հուշում։ Պողոսը դուրս չի գալիս։ Կարծում եմ դա փոխադարձ է։ Սա մեր վերջին հանդիպումն է։ Կզանգերն էլ բացառապես ծայրահեղ դեպքում։ Ոնց հասկացա, Պողոսը քո ատամների բանը չէր, հա։ Ես ծամելու համար ժամանակ չունեմ էլ։ Իսկ առանց ծամելու կուլ կտաս։ Կարողանալու ես գործը գլուխ բերել։ Իսկ դու կարողանալու ես ամուսնական պայմանագիրը մեր ուզածով կնքել։ Ես սկսած գործը կիսած չեմ թողնում։ Շատ լավ։ Ուրեմն կհանդիպենք հարսանիքիդ։ Անհամբեր կսպասեմ։ Պարոն Աղայան, ներս մտնելու ժամանակ չունեմ, որ խնդրեմ շուտ դուրս գաք փողոց, ես արդեն հասնում եմ։ Արագ ասեք։ Երես ինչ անեմ։ Գիտես ինչ արա։ Լավ ես ես կանեմ։ Լավ դե ասա ինչ անեմ անեմ։ Արա ես քո համար ֆոկուս չի։ Երիկ ջան, շուտ արա, խնդրում եմ։ Հասկացա հիմա։ Ինչ կվարազվիս։ Մի քիչ տապում եմ, արագացնենք, պարոն Աղան։ Okay, գալիս եմ։ Ճանապարհին ամեն ինչ կպատմեմ։ Ուր գտանից։ Գնում ենք ֆերմա։ Ֆերման։ Ահա, համեցեք, You mean a համեցեք։ farm? We're going to a farm? Yes։ Ամեն ինչ ճանապարհին, պարոն Աղան։ Այստեղ եմ, ձախն է։ Ոնց որ ֆիլմի հերոսուհի լինես։ Հա, բայց քո աչքին բացասական հերոսուհի չէ։ Մանուկի ֆիլմում գուցե։ Լավ ես։ Ինչ կխմես։ Ես ինչ ֆերմա է։ Կով չկա, հապ չկա։ Էս ուրիշ ֆերմա, էս բիթքոյնի ֆերմա է։ Եկեք, արագացրեք, համեցեք։ Արագացրեք։ Երիկ ջան, ինչ կա։ Մանուկ ջան, սենց բան չէր եղել։ Առավոտից ինչ որ ծրագրային սխալ է։ Կուրսը այս սենց իջնում է։ Բայց ես վստահ եմ, այդ արագ կշտկվի։ Որ գումար դնենք մի քանի ժամից մեր դրած գումարը կհազարապատկվի։ Դբլբորելի իջնի։ Չէ, դա բացառվում է։ Այլի ճիշտ ասում։ Հələ նայեք տեսեք ոնց է իջնում։ Մանուկ ջան, բայց պիտի արագացնենք։ Ամեն վարկյանը բարիս բուն իմաստով փող է։ Այս գործարքի համար մեզ առնվազն կես միլիոն է պետք։ Պետք է որ դնենք մեր շահը ինչը։ Հոպար ջան, նայած երբ կառնենք։ Եթե հենց հիմա առնենք, մեր դրած գումարը 100 անգամ Չէ, արդեն 98։ Դարձավ 97։ Պարոն Աղան, այս գործարքը մենք հիմա պետք է անենք։
Այս շանսը չի կարելի բաց թողնել։ Միթե, արի Պողոսին կանչել։ Խնդիր չի, էլի կարակ Պողոսին կանչեք։ Ես վստահ եմ, որ ինքը համաձայնվելու է, բայց եկեք հիմա այս գործարքը անենք, էլի։ Ով կմտածեր, որ մի օր գինի կխմեմ քո հետ։ Իդեպ հրաշալի վայր ես ընտրել առաջին հանդիպման համար։ Ուզես տեղափոխվենք։ Կարիք չկա, ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում։ Ի վերջո, ինչ կարևոր է թե որտեղ։ Կարևոր է թե ում հետ, չէ՞։ Դու էլի մանուկի սցենարով ես խաղում։ Ու էլի ուզում ես լինես բացասական հերոսների։ Պետք չի։ Ես քեզ չեմ հասկանում։ Միակ բան, ինչում կարող էիր ինձ մեղադրել, դա էմոցիաներս չզսպելն էր։ Բայց ոչ ավել բան։ Ես ամենաշատը զարմանում եմ դու ոնց ես մանուկին այդքան շատ սիրում կամ ինչի համար ես այդքան շատ սիրում, որ համաձայնվել ես այս խաղը խաղաս։ Փաստորեն լավ հումոր ունես։ Դու իսկապես մտածում ես, որ ինչ-որ մեկը կարող էր ինձ ինչ-որ բան ստիպել։ Դու ուղղակի ինձ հետաքրքրել ես, ես էլ որոշել եմ բավարարել հետաքրքրասիրությունս։ Առայժմ այդքան։ Իսկ հետո։ Իսկ հետո դու կկորես։ Կամ գուցե չես կորի, ուղղակի չես էլ լինի։ Ես գուցե սկսեմ քեզ սիրել, շատ սիրել։ Բայց դու դա չես էլ նկատի, որովհետև դու քո օրինած իրականությունը ավելի շատ կսիրես։ Իսկ ինչի է ինձ թվում, որ դու իմ հետ չես խոսում։ Իսկ ինչի է քեզ թվում, որ ես քո հետ չեմ խոսում։ Արա այսօր ինչ եղավ, չեն վերցնեն։ Ես չգիտեմ իրան ինչ եղավ, բայց ինձ հեսա ինֆարկտը կխփի, պարոն աղան։ Հասկացեք, մենք այսպես ամեն վարքյան $10,000 փող ենք կորցնում։ Գիտեմ, բայց ես Պողոսին խոսք եմ տվել, որ ամեն բանի բրի իրան կանչեմ առաջ։ Պարոն աղան, եթե դուք այս գործակը չեք ուզում անեք, ինձ պարքով գումար տվեք, ես ես հետո կվերադարձնեմ։ Լսում եք ինչ եմ ասում, պարոն աղան։ Okay, որ account number-ը։ Էրիկ, արագացրա, thank you։ Արագացրա, Էրիկ։ Մենք պետքա բաց չթողնենք այս շանսը։ Արագ։ Արա չեմ գնա։ Ես Պողոսին խոսք եմ տվել։ Իմ խոսքս ավելի թանկ է, քան դրամը։ Պարոն աղան, դուք գոնե հասկանում եք մենք ինչ գումար ենք կորցնում։ Մանուկ, մարդը կգործրեի, երբ որ ունիս։ Որ դու չունիս, ինչով գնաս գործրես։ Ես գնացի տուն։ Մանուկ, գնացեք օֆիս ու սպասեք իմ զանգին։ Այս գործարքը ես այսօր անելու եմ։ Պարոն աղան, դու գոնե հասկանում եք, որ մենք հաշված վարքյանների ընթացքում $500,000 կարող ենք դարձնել $500 միլիոն։ Ես վստահ եմ, որ դուք պատկերացնում եք այդ ինչքան մեծ փող է։ Փող։ Փողի մասին կխոսես։ Դու գիտես, թե ես փողի կարիք ունիմ։ Ես փողի կարիք չունիմ վաղուց։ Երբ որ կյանքիդ մեջ ուրիշ հետաքրքիր բան չկա, ընտանիք, երեխա, մենակ փողի մասին կմտածեմ։ Բայց այդ մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Մանուկ, ես կուզեմ դու ինձ քիչում ժամանակ տաս։ Այդտեղ խոսենք, կոֆե խմենք, բայց գործի համար չխոսենք։ Բայց պարոն աղայան, ես ամբողջ կյանքս երազել եմ, որ տղայիս հետ տեղ տամ, խոսիմ, հիմա քեզի հետ կուզեմ անեմ։ Լավ։ Բայց մենակ մի պայմանով, եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չստացվի, ինձանից չնեղանաք։ Ես երբեք հայր չեմ ունեցել ու չգիտեմ դա ոնց ա լինում։ Մի մտածել, ամեն բան լավ կեղնի։ Երկուսս էլ որբ ենք։ Դու հայրից, ես էլ տղայից։ Okay։ Շատ խմեցիր։ Ես իրականում ուզում եմ քեզ օգնեմ, որ դուրս գաս այս ճահճից։ Ասել, որ դու որպես կին ինձ հետաքրքիր չես, կնշանակի ստել։ Բայց ուզում քեզնից խոսենք։ Դու տաղանդավոր, ունակ, աշխատասեր աղջիկ ես։ Վստահ եմ կկարողանաս ինքնուրույն հսկայական գումարներ վաստակել, այնինչ դու աշխատում ես միջակ դերասան, ապաշնոր ռեժիսորի մոտ,
էժանագին ներկայացման մեջ։ Այն էլ անվճար։ Որովհետև ես վստահ եմ, որ Մանուկի մոտ այլևս ոչինչ չի ստացվելու։ Իրականում դու ոչինչ չես հասկացել։ Դու պարզապես սիրուն ֆրազներ ես շպրտում, որոնք իդեպ մեկ-մեկ կպնում են ճիշտ նշանակետի։ Հա, համաձայն եմ Մանուկը ամենատաղանդավոր մարդը չի, բայց հենց դու ես երեկոն նվիրեցիր Մանուկին։ Մանուկը ես, Մանուկեն, Մանուկը։ Նայ, մենք հիմա երկուսով ենք, Մանուկը չկա։ Մանուկ, չկա Մանուկը, ուր է Մանուկը, չկա։ Էնպես որ առաջարկում եմ լռենք ներկենացել։ Ես չեմ ուզում, որ դու ինչ-որ մեկի գործիքը լինես։ Hey, MGM Lion. Hey, Nagarane. This is a lion. MGM Lion, baby. Hey, Arya sen. Kiçmel, imi galocha dertu. Pozerunit galocha derek. Pozerunit. լավ էլի պարմավ է։ Ինչ կետաս, ուր կետաս, վայ։ Կանգը դրես մեջը։ Բաղոր նաղան գաղա գնանք։ Ուր է տանք։ Նա կրագի։ Take do karate. Come on. This is tu karasanes. Whoa. Di bakti bana. Erguadena. Yeah. Okay. How about now? Yeah. Wow. I got it. Hey, Zimbabwe diablos. Zarban Ես համաձայն եմ։ Երևանը ամենագեղեցիկ քաղաքն է։ Ինչի՞ չբերեցիր թորեգը։ Ձենս։ Դե ցերեկը խոսապում եմ այս տեղը գալուց։ Ինչի։ Որովհետև Լուիսին ավելի պարզ էր եղում, որ պապիկիս հպարտության առարկան չկա։ Կուկուրուզի մասին գխոսես։ Հա։ Ու քանի կուկուրուզնիկը նորից իր տեղում չի։ Ես միշտ էլ ցերեկը խոսապելու եմ այս տեղը գալուց։ Այդ իմ ամենամեծ ու ամենագլխավոր երազանքն է։ Երկրորդը։ Դե երկրորդը մի քիչ ավելի անհավանական է։ Ուզում եմ Վան Գոգի հայտնի կտավի սրճարանը գնեմ ու այս տերասայում գինի խմեմ։ Ինչ մենց ախորժավն ես։
Հա, դե երազելը միակ բանն է, որ սահմաններ չի ճանաչում։ Ու դրանից շարժի չօգտվել։ Ես որ երիտասարդ էի, շատ երազներ ունեի։ Կեսը կադարան, կեսը մորցանք, կեսն էլ հələ չեմ արել։ Բայց մի բան եմ սորվա, որ մարդը իրան երազի ճանպին չի կնա հոգին կորցնե։ Դե նպատակները արտարացնում են միջոցները։ Հա, բտ ինչի դե հիմի դու քո հորիդ հետ խռոված ես։ Բաներ կան, որոնք անթույլատրելի են։ Ինչ։ Երբ ես փոքր էի, մայրիկիս հարցնում էի. «Մամ, ինչու իմ բոլոր ընկերները հայր ունեն, իսկ ես ոչ»։ Մայրը շփտում ու ասում էր, որ հայրերը օգնելու, խորհուրդներ տալու, պաշտպանելու համար է։ Իսկ ես այնքան ուժեղ եմ ու այնքան խելացի, որ հոր կարիք չունեմ։ Ու գիտես ամենահետաքրքիրը որն է։ Ինչ։ Որ ես մինչև այս պահը հավատում եմ այդ հեքիաթին։ Են հիմա։ Հիմի ուղղակի ուզում եմ գնալ տուն։ Դու գիտես, դու անձի մեկին կիշեցնես։ Ինչ ծանոթ իրավիճակ է։ Ես այս կինոն տեսել եմ։ Ինչ կինո։ Դա երեկոյան Երևան, աղջիկն ու տղան քնում են։ Լուր են, ոչինչ չեն խոսում։ Իրավիճակները հաճախ են կրկնվում։ Դա նույն իրավիճակում մեր ուրիշ ելք ընտրելու հնարավորությունն է։ Այստեղ Ես մի քանի օր դեռ Հայաստանում եմ։ Հա։ Ստացվեց, հա։ Ստացվեր։ Եթե բիձեն չորոշեր, որ պետք է քաղաքով մանգակ։ Փաստորեն այսքան ժամանակ ուրիշ բանով էիր զբաղված, հա։ Գոնես գուշացներ Աննային ասեինք։ Այդ աղջիկը միջև հիմա Պողոս է զբաղացնում։ Եթե միջև հիմա Պողոս է զբաղացնում, ուրեմն իրան հաճելի է։ Հա փաստորեն ճիշտ էր ասում Պողոսը։ Դու մեզ բոլորիս ուղղակի օգտագործում ես։ Դու ոչ մի սրբություն չունես։ Եթե իրոք տենց ես մտածում, ուրեմն մեծ հաշվով քեզ լավություն եմ արել։ Ու հանկարծ եթե ինչ-որ բան այնպես չստացվի, գոնե գիտես ում այդ կյանքը կկապես։ Հուսով եմ հասցրել ես քեզանով անել։ Զզվում եմ քեզնից։ Մանուկ ուշքի ար, ինչեր ես զառանցում։ Դու կենթանի չես։ Հա կենթանի է։
Ունեշի, որ դուք ավելի լավն եք։ Բոլորս էլ նույն սրիկաներն ենք։ Հանուն փողի պատրաստենք ամեն ինչի։ Մանուկ։ Ինչ։ Կարող ես սիրուն աշկերիս համար եք համաձայնվել միանալ ինձ։ Ձենդ կտրի։ 1000 տարվա ոստիկան ես։ Հանուն փողի ամեն անօրինականության պատրաստ ես։ Սոս մնա։ Բա դու, պարոն ծրագրավորող, էլ ինչ էր կանես մեծ գումարների դիմաց։ Ձենը տարա։ Բա դու։ Գիտես իմ ու քո տարբերությունն ինչումն է, որ ես գրված օրենքներն եմ խախտում, իսկ դու չգրվածներն էլ խախտեցիր։ Զավեն, ախր ես քեզ լավ եմ ճանաչում։ Հավատա ինձ։ Ես քեզ հավատում եմ։ Բարի գիշեր։ Գիտեք, մենք արդեն փակվում ենք։ Աղայանը ճիշտ էր։ Երազանքի ճանապարհին չի կարելի հոգին կորցնել։ Բայց ավելի սարսափելի է, երբ այդ ճանապարհին կորցնում ես երազանքդ ու ընկերներիդ։ Ինչպես ասում են, finita la comedia։